«1918 թվական առաջին աշխարհամարտն ավարտվել էր, հաղթած եւ պարտված կողմերը բանակցությունների միջոցով իրենց խնդիրներն էին լուծում, իսկ պատերազմի հրաշավոր ոճրագործը աշխարհում առաջին ցեղասպանությունն իրականացրած երկիր Թուրքիան անպատիժ էր։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի եւ նրա դաշնակիցների պարտությունը ազդարարող Մուդրոսի զինադադարը, որը ստորագրվեց 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, կարծես թե նոր էջ էր բացելու համաշխարհային պատմության մեջ։ Կարեն Խաչատրյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Դաշնակից պետությունների ճնշումների ներքո թուրքական նոր կառավարությունը ստիպված էր հրավիրել զինվորական ատյան, որը պետք է քննարկեր եւ դատավճիռներ կայացներ այն թուրք ոճրագործների նկատմամբ, որոնք պատասխանատու էին հայերի զարուրելի կոտորածների համար, ինչպես նաև հայերի բռնի տեղահանությունների։ 1919 թվականի հունվարին Ստամբուլում սկսվեց Անտանտի, մասնավորապես Անգլիայի կողմից կազմակերպած դատավարությունը երիտթուրքերի կառավարության դեմ։ Առաջին անգամ հնչեցին մի ողջ ազգ տեղահանելու եւ բնաջնջելու վերաբերյալ մեղադրանքները։ Սպանությունը 1.5 միլիոն հայերի սպանությունը կատարվել է հատ-հատ։ Բերջ Զեյթունցյան, գրող, հրապարակախոս։ Մեկ առ մեկ են սպանել, ի տարբերություն հրեաների, այսինքն գերմանացիների մոտ դահիճը եւ զոհը չեն տեսել իրար մեռնելու պահին, իսկ Թուրքիայում ամի զոհը տեսել իր դահիճին, ասում թե դա ինչ ահավոր բան է, սա մրգեցուցիչ փաստ է սա։ Իթիատական կազմակերպության մեղքը, որը մշակել եւ մտածված կերպով իրականացրել է կողոպուտի եւ բնաջնջման ներքին քաղաքականություն, ակնհայտ է։ Նրա ղեկավարները մարդկության ամենախոշոր հանցագործների շարքին են դասվում, ասվում էր ռազմական տրիբունալի կողմից ընդունված փաստաթղթում։ Թուրքիայում մասնակցել է նաեւ թուրք ժողովուրդը, սա պիտի ընդգծել եւ ասել, որ այդ արյունը իշխանների Իթիադի ձեռքերի եւ խղճի վրա չէ միայն, թուրք ժողովրդի վրա է, եւ չեմ ամբողջ ժողովուրդը, բայց շատ թուրքեր մասնակցած քրդերի հետ միասին։ Դատական հետաքննությունը վերահսկում էր անգլիական օկուպացիոն զորքը։ Ձերբակալվեցին 120 երիտթուրքական գործիչներ, ֆինանսների նախկին մինիստր Ջավիդը, Իթիհադի կենտկոմի գլխավոր քարտուղար Շուքրին, նախկին ներքին գործերի մինիստր Ջամփոլադը եւ ուրիշներ։ 1919 թվականի փետրվարի 12-ին վերջապես աշխատանքը սկսեց զինվորական տրիբունալը։ Ստամբուլ էին եկել եվրոպական բազմաթիվ թղթակիցներ։ Տեղական թերթերը հրապարակում էին դատական հետաքննության ժամանակ ձեռք բերված փաստաթղթերը։ Գլխավոր մեղադրողը երիտթուրքերի պարագլուխներին ներկայացրեց երկու մեղադրանք։ Առաջին, նրանք մեղավոր են եւ պատասխանատվություն պետք է կրեն Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու համար։ Երկրորդ, նրանք մեղավոր են եւ պատասխանատվություն պետք է կրեն հայ ժողովրդին կոտորելու համար։ Թուրքական եւ եվրոպական բոլոր թերթերը ընդգծում էին, որ գլխավոր մեղադրողի ներկայացրած պահանջը երիտթուրք պարագլուխների ոճրագործությունն ու հանցագործությունը պետության կողմից պաշտոնապես ընդունել էր նշանակում։ Բերենք մի հոգու խոսքը, Աթաթուրքի խոսքը, ում խոսքը, ում խոսքն է ավելի ազդեցիկ այս պահի համար, այդ խոսքերը։ Մեր արյունագիծները գործեցին անասելի ոճիրներ, կազմակերպեցին տեղահանում եւ կոտորած, ծծկել երեխաների վրա նավթ էին թափում եւ վառում նրանց, կանանց, երիտասարդ կանանց ու ջահել աղջիկներին ձեռքերն ու ոտքերը կապած ծնողների աչքի առաջ բռնաբարում էին, յուրացնում էին շարժական ու անշարժ գույքը, նրանք հայերին դնում էին այնպիսի անտանելի վիճակի մեջ, որ մինչ այդ ոչ մի ժողովուրդ չէր դրսել պատմության մեջ։ Սա Աթաթուրքն է ասում, թուրքերի հայրը։ Բայց ինչ կարևոր թե ինչ կասի, կարևորն այն է թե ինչ արեց։ Այս նույն տողերի հեղինակ Աթաթուրքը գրավեց Հայաստանի հողերի 24,000 քառակուսի կիլոմետր տարածություն եւ սպանեց 200,000 հայ։ Աննախադեպ ոճրագործության գլխավոր կազմակերպիչներից եւ մեղավորներից ոչ մեկը դատարանում ներկա չէր։ Նրանք բարեհաջող փախուստի էին դիմել։ Երիտթուրքերի դատավարությունը ձգձգվեց մի քանի ամիս։ Ի վերջո 1919 թվականի ապրիլի 12-ին գլխավոր դատախազը հրապարակեց իր մեղադրական եզրակացությունը։
Հենվելով անառարկելի փաստերի վրա դատարանն ապացուցված համարեց ներկայացված բոլոր մեղադրանքները եւ հերրակա մահվան դատապարտեց երիտթուրք պարագլուխներ Էնվերին, Թալիաթին, Ջեմալին, դոկտոր Նազմին եւ մյուսներին։ Բոլոր թերթերը միաբերան գրում էին, թե հաղթեց արդարությունը, հանցագործները ստացան արժանի պատիժ, բայց ով էր իրականացնելու այդ դատավաճիրը, երբ գլխավոր հանցագործները ազատ էին, ապահով, վայելքների մեջ ապրում էին Բերլինում, շրջագայում Եվրոպայում ու Ռուսաստանում։ Այս ձևական դատավարության մեղադրական որոշումները այնքան ժամանակ մնացին թղթի վրա, մինչև որ մարդասպաններին գտան հայ վրիժառուների գնդակները։ Ամեն հայ էլ կարծում եմ ահաբեկչությանը դեմ է, այսինքն անմեղ մարդկանց արյուն թափելուն դեմ է, աշխարհն էլ դեմ է, այդ մասին անընդհատ խոսում են, բայց պարադոքսը, անհետությունը այն է, որ աշխարհը երևացիորեն դատաբարելով հանդես ահաբեկչությունը հասկանում միայն ահաբեկչության լեզուն։ Բերջ Զեյթունցյան, գրող, հրապարակախոս։ Տելերանը չխառնենք, Տելերան ուրիշ բան էր, Աշակյանը, Շիրակյանը ուրիշ բան էին, նրանք ժողովրդական վրիժառուներ էին, նրանք ահաբեկիչը կատարում են մի նեղ խմբի կամքը, ժողովրդական վրիժառուն կատարում ամբողջ ժողովրդի կյանքը, դրա համար էլ Տելերանը դատարանում ասեց, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Հին հունական վրեժի աստվածուհու Նեմեսիս անվանումը ստացավ գործողությունը, որն իրականացնելու համար կազմավորվեց պատասխանատու մարմին։ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Գարեգին Բաստերմաչյանի Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունը եւ նյութական ապահովումը հանձնարարվեց ճանաչված գործիչներ Շահան Նաթալիին, Հակոբ Տեր-Հակոբյանին եւ Գրիգոր Մերժանովին։ Հրաչ Փափազյանի գլխավորած խումբը պետք է տեղեկություններ հայթայթեր երիտթուրք պարագլուխների գտնվելու վայրերի մասին։ Հետաքրքիր է, որ Հրաչ Փափազյանը, քանի որ փայլուն էր տիրապետում թուրքերեն լեզվի, կարողացավ վտարանդիության մեջ գտնվող թուրք պարագլուխների շրջանակներում մեծ վստահություն ձեռք բերել եւ այդ տարբերակով խիստ գաղտնի եւ կարեւոր անհրաժեշտ տեղեկություններ հայթայթել նրանց վերաբերյալ։ Համագումարում նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավորները։ Հայոց արդարացի վրեժխնդրության ենթակաների ցուցակը գլխավորում էին հայ ժողովրդի ցեղասպանության անմիջական կազմակերպիչներ Թալիաթ, Ջեմալ, Էնվեր Փաշաները, Բեհայեդին Շաքիրը, դոկտոր Նազիմը եւ այլոք։ Նեմեսիս գործողության կազմակերպչական կենտրոններն էին Պոլսի ճակատամարտ եւ Բոստոնի դրոշակ թերթերի խմբագրատները։ Վրիժառուների խմբերը, որոնցից յուրաքանչյուրում 3-ից 5 մարդ էր ընդգրկված, հետապնդում էին հանցագործին եւ հարմար պահին դատավճիռ նիկա տարածում։ Ասենք որ Նեմեսիս գործողության ընթացքում չի տուժել ոչ մի պատահական մարդ։ Պետք է նշել, որ սա իհարկե ահաբեկում էր, սակայն ահաբեկչություն չէր։ Ինչումն է հարցը։ Նկատի ունենանք, որ թուրք ոճրագործներին դատապարտել էր հենց թուրքական ռազմական ատյանը։ Նրանց կայացվել էր մահապատժի վճիռներ։ Նեմեսիս գործողության ընթացքում հայ վրիժառուների համար թիրախ դարձան նաև մուսաֆաթական Ադրբեջանի այն պաշտոնյաները, որոնք կազմակերպել եւ իրականացրել էին Բաքվի, Ելիզավետպոլի, Շուշիի, Նուխիի, Շամախի հայության սպանդը։ 1920 թվական 19 հունիսի Թիֆլիս Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի վարչապետ Հայատյաց Ֆաթալի խան Խոյսկուն։ Բաքվի 1918 թվականի սեպտեմբերյան ջարդերի գլխավոր կազմակերպիչներից մեկին։ Շահան Նաթալին, որ Արամ Երկանյանի հետ ծանոթացել եւ մտերմացել է Պոլսում 1921 թվականին, ահա ինչպես է հետագայում նկարագրել հայ ժողովրդի վրիժառու զավակին։ Ով էր Արամ Երկանյան, դիտեցեք իր պատկերը, եւ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն ձեզ։ Հայ Նեմեսիսը։ Ես ինքը ճանչցա պոլիս, չէ, հանդիպեցա իրեն, հոգիներու ճանաչողությունը ժամանակով չի չապվիր, բաց գիրկմը, որ ինձ թվեցավ, թե ծնած օրես կարդացած էի, պարզունակ, անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակտին վրա եւ հայու աչքերում մեջ, կարնեցի սա տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին։
Հիշելով հայատյաց ոչրագործ Խան Խոյսկուն, որ տապալվեց հայ դյուցազուն Արամ Երկանյանի վրեժխնդիր գնդակից, ի պատասխան Բաքվեցի, Շուշեցի, Նուխեցի տասնյակ հազարավոր հայերի նահատակության, Շահան Նաթարին գրել է. Խան Խոյսկի, պատմությունը անոր առասպելային քաջության եւ հանդգնության, որ իր ղոչաղներու շրջանակով վահանված գիտեր Կովկասի հայությունը փշակաղել եւ Թիֆլիսի փողոցներուն մեջ առհամարել իր դեմ արձակված հայկական մահավաճիրը։ Կմորնար միայն թե թրքահայ նահատակութենեն հարուցյալմա տղեկմա Արամ պիտի ցածվեր իր դեմ միս մինակ եւ իր ղոչաղներու զրահապատ շղթան պիտի չկրնար պաշտպանել զինքը արդարագույն դատաստանեն։ 1921 թվական 15 մարտի Բերլին։ Շարլոտենբուրգում Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց 1915-ի հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին, Թալիաթ Փաշային։ 2.5 ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Նիմայերը իր պաշտպանական ճառում ասելու էր. Սողոմոն Թեհլիրյանը ինքը չէր, որ փողոց կիչներ Թալիաթ Փաշան սպանելու, իր մեջ կիչնեին դարերը, միլիոնավոր սպանվածները։ Ան կարելի է ասել կտաներ իր արջև դրոշակը իր ամբողջ ժողովրդի պատվին, դրոշակը խոշտանգվածներուն, դրոշակը իր լլկված ընտանիքին։ Մեհմեդ Թալիաթ Փաշան, Իթիադ կուսակցության պարագլուխներից մեկը, երիտուրքական հեղափոխությունից հետո ներքին գործերի մինիստրը, կուսակցության կենկոմի նախագահ, 1916-ից մեծ վեզիր։ Թալիաթը արևմտահայերի տեղահանության եւ Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո փախել է Գերմանիա։ Պոլսի ռազմական տրիբունալի կողմից հերրակա դատապարտվել է մահվան։ Հպարտությամբ եմ ասում, որ Ավետիք Իսահակյանը ունեցել է շատ գործուն մասնակցություն Նեմեսիսի։ 1911 թվականին Իսահակյանը անձամբ ծանոթացել էր հայ ժողովրդի դահիճ Թալիաթի հետ, նրանց ծանոթացել էր Գրիգոր Զոհրաբը եւ մի քանի անգամ թե հայկական հանդեսներում, թե գրական երեկույթներում նրանք հանդիպել են եւ Իսահակյանը դեմքից լավ գիտեր Թալիաթին։ Քիչ էին այն մարդիկ, որոնց կարելի էր դա վստահել եւ այդ եզակիներից մեկը Իսահակյանն էր։ Սողոմոն Թեհլիրյանը Երզնկայի մերձակա Բագարիչ գյուղից էր։ 1914 թվականին 18-ամյա երիտասարդը մեկնել է Թիֆլիս եւ կամավորական գունդ մտել։ Զորավար Անդրանիկի գնդում Սեպուհի վաշտի կազմում 1914-ից 15 թվականներին մասնակցել է Արևմտահայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան, տեսել հայության սպանդի պատկերները։ 1916-ին վերադառնում է ծննդավայր Բագարիչ եւ իմանում զարհուրելի եղելությունը, մորը, քույրերին, եղբորը, շատ ազգականների, Երզնկայի 20,000 Բագարիչի բոլոր հայերին թուրքերը տեղահանել եւ գազանաբար սպանել էին։ Թեհլիրյանների գերդաստանի 85 անդամներից փրկվել էր միայն Սողոմոնի մեծ եղբոր Միսակի 12-ամյա աղջիկը։ Նրան գտել էին քրդերի մոտ։ Նահատակված հարազատների, հատկապես մոր պատկերն է Սողոմոնը հաճախ տեսել քուն թե Արտմանի, Վրեժի կոչող մայրը, Բեյրութի ամերիկյան բժշկական համալսարանի ուսանող եղբայրը, գեղեցկուհի քույրերը, ընտանիքի մյուս անդամները։ 1921 թվականի մարտի սկզբներին Իսահակյանը Ժնևից գալիս է Բերլին, ուր ապրում էր հրեշը, եւ Իսահակյանի համար ոչ հեռու Թալիաթի ապրած հյուրանոցից համարեն վարձում եւ հենց առաջի հանդիպման ժամանակ Իսահակյանը ասում է, ես ճանաչեցի նրան մարդասպանի արյունոտ աչքերից։ Թերթը կարդալիս եղել եւ աչքի տակիսն է եւ Թալիաթը սանդուղքներով իջել է, նրա հետևից կամած իջնում է եւ գնում ու գալիս հանդիպակաց ուղությունից, որ մեկ անգամ էլ եւս որ դա է եւ երբ որ կողքով արդեն անցնում է, Սողոմոնը մի քայլ հեռավորության վրան սպասում էր, ասում է ինքն է։ 1921 մարտի 15 Բերլինյան Հարդենբերգ շտրասեի այս հատվածը հիշում է Սողոմոն Թեհլիրյանը։ Մոտենում էինք իրար։
Նա գալիս էր ճեմելու ձևով, ձեռնափայտը ամփույթ ճոճելով։ Մի կարճ տարածություն մնացած զարմանալի անդորություն համակեց էությունս։ Հավասարվելու վրա թայլաթը շեշտակի նայեց ինձ։ Աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը։ Վերջին քայլը բեկվեց, մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ։ Սողոմոն Թեյլիրյանը ձերբակալվում է։ Հետաքրքիր է, որ բանտում նրան առաջին այցելում է մի անծանոթ հայ վարդապետ, որ տեսնելով Սողոմոնին պարզապես գոչում է. «Տերն մեր Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ գազանը սպանեցիր եւ բոլորիս վրեժը լուծեցիր»։ Հայությունն ամենուր ցնծության մեջ էր։ Բոլոր թերթերը ընդարձակ նյութեր էին հրապարակում դեպքի մասին, իսկ Բերլինում պատրաստվում էին մեծ շուկով կատարել Թալյաթի թաղումը։ Պոլիսը մերժել էր ընդունել Թալյաթի տին։ Բազմամարդ էր թաղումը, շատ ծաղկեպսակներ կային, այդ թվում Գերմանիայի արտգործնախարարության անունից։ Կառավարությունը իր ցավակցությունը հայտնեց։ 79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921 թվականի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեյլիրյանի դատավարությունը, որ տևեց 2 օր։ Ոչ միայն աշխարհասփյուր հայության, այլև Եվրոպայի ուշադրությունն էր գամբած Բերլինին։ Մամուլը պարբերաբար անդրադառնում էր հայ վրիժարոյի դատավարությանը, տալիս գնահատականներ, ներկայացնում Իթիհադի կազմակերպած ոչռագործությունները 1915-ից 16 թվականներին։ Բերլինի նահանգային 3-րդ դատարանում են դատական ատյանի նախագահ, նահանգային դատարանի վարիչ Լեմբերգը, դատավորները, ատենադպիրը, դատախազ Գոլնիկը, 12 երդվյալ ատենակալները։ Դատարանի վրա վճռորոշ ազդեցություն է ունենում 1915-ի հայոց ցեղասպանության ականատես դոկտոր Յոհաննես Լեպսուսի խոսքը։ 1915 թվականի ապրիլին ձեռնարկված տեղահանությունը վերաբերում էր Թուրքիայի մեջ եղած բոլոր հայերին։ Պատերազմից առաջ Թուրքիայում կար ընդամենը 1,850,000 հայ, տեղահան եղան մոտավորապես 1,400,000-ը։ Ինչ է նշանակում այս։ Թալյաթի ստորագրած հրամանագրի մեջ ասված է. տեղահանության նպատակն է ոչնչացում, եւ համաձայն այս հրամանագրի գործը առաջ տարվեց։ Արևելյան Անատոլիայի նահանգներից դեպի հարավ տեղահան եղած ամբողջ բնակչության միայն 10%-ը աքսորավայր հասավ, մնացած 90%-ին ճանապարհին սպանեցին։ Կանայք եւ աղջիկները առևանգվեցին ոստիկանների եւ քրդերի կողմից, մնացածն էլ մեռավ անօթությունից եւ ուժասպառությունից։ Հատված փաստաբան Ադոլֆ ֆոն Գորդոնի ելույթից։ Պարոնայք, սրանք այնպիսի տպավորություններ են, որոնք մարդ չի կարող մոռանալ մինչև մահ։ Թեյլիրյանը համոզված էր, թե բոլոր սարսափների հեղինակը Թալյաթն է, եւ դուք էլ հավատում եք դրան։ Բավական այն պարզ ու անմիջելի իրողությունը, որ 1,800,000 հայերից 1,400,000-ը տեղահանվել են եւ դրանցից 1 միլիոնը սպանվել է։ Հնարավոր է այսպիսի մի սպանդ առանց սիստեմատիկ ղեկավարության եւ ծրագրի։ Իսկապես թուրք կառավարությունը անզոր էր միջոցներ ձեռք առնելու։ Հավատում եք դուք դրան։ Տպավորիչ էր փաստաբան Վերթաուերի ելույթը։ 1 միլիոն սպանվածների մի ամբողջ ժողովրդի վրիժառուն է, որ կանգնած է այդ ժողովրդի սպանության համար պատասխանատու անձի դիմաց։ Նա հանդես եկավ ներկայացնելու արդարության ոգին ընդդեմ բռնի ուժի սկզբունքի։ Նա եկավ իբրև ներկայացուցիչը մարդկայնության ընդդեմ հակամարտկայնության։ Նա եկավ հանուն 1 միլիոն սպանվածների ընդդեմ մեկի, որ ուրիշների հետ միասին այդ ոչրի մեղքն ունի։ Ազգային եւ հասարակական մեծ գործիչ Վահան Մինախորյանը գրի է առել Սողոմոն Թեյլիրյանի հուշերը, ուր այսպես է ներկայացվում դատավարության ավարտը։ Երդվյալները հայտնվեցին, մեկը նրանցից դողդոջուն ձայնով կարդաց աչքերին շատ մոտ բռնած թուղթը։ Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշումը։ Հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Թեյլիրյանը 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդ Թալյաթ Փաշային սպանած լինելու համար։ Ոչ, Օտտո Ռայնիկե երդվյալների գլխավոր։ Լսեցեք բոլորդ, Թեյլիրյանը արդարացվել է։ Թեյլիրյանը արդարացվել է։
հայկական համայնքներում, Սիրիայում, Լիբանանում, Հեռավոր Միացյալ Նահանգներում այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց եւ կարելի ասել պայթած ռումբի էֆեկտ ունեցավ։ Ցնծության մթնոլորտը հասկանալի է այդ, որովհետև կուտակված այդ ցասման զգացումը, վրեժի մոլուցքը ինչ որտեղ նաև արտահայտվեց այս լուրին արձագանքելու այդ արագ եւ այսպես պորտկուն ձևով արձագանքելու մեջ եւ նույնիսկ ողջավորությունը այնքան մեծ է, որ սկսեցին Սողոմոն Թերելյանին ոտանավորներ զոնել, նրա անունով սկսեցին անուններ շտալ երեխաներին եւ իհարկե իր վիզուալ դրսեւորումը ստացավ նաեւ ցուցապաստառների ձևով։ «1921 թվականի հունիսի 6-ին Պողոս Նուբարը նամակ է հասցեագրել դոկտոր Լեպսուսին։ Մեր հայրենակցին անպարտ արձակումը անգամը ևս ապացուցուց, որ դատավորներ կան Բերլինի մեջ, եւ չեմ տարակուսեր, որ ձեր միջամտությունը մեծապես ծառայեց լուսաբանելու եւ շարժելու խիղճը անոնց, որոնք անմեղ հրճակեցին Թեհլիրյանը։ Իմ ազգային պատվիրակության եւ համայն հայության կողմէ բոլոր սրտով ձեզի կհայտնեմ մեր խոր երախտագիտությունը։ Սողոմոն Թերելյանն արտարացրին, նա ուրեմն ապրեց երկար տարիներ ապրեց Հարավսավիայում, հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, Ֆրեզնո, ես եղել եմ նրա, այցելել եմ նրա գերեզմանին, ծաղիկներ եմ դրել, եւ մահացավ բավական ուշ, չեմ հիշում որ թվականին, բայց բավական երկար ապրեց։ Սողոմոն Թերելյանը տերորիստ չէ։ Սողոմոն Թերելյանը ամբողջ ժողովրդի կամքի արտադրիչներ։ Գերմանական մամուլում հայ բրիժարոյի դատավարության օրերին բազմաթիվ հրապարակումներ եղան։ Ուշագրավ էր հատկապես Մաքսիմիլիան Հերդենի հոդվածը «Die Zukunft» երկշաբաթաթերթում։ Հոդվածում այսպիսի տողեր կան. «Ով բարեպաշտներ, արդյոք հայ քրիստոնյայի ձեռքին Աստծո զենքը չէր, իր բարձր կամքը չէր արդյոք, որ վրիժարոյի միտքը լուսավորեց եւ նրան Եվրոպայի աղտոտ խառնափնթորության միջով անզգամ չարագործության հետքի վրա առաջնորդեց։ Թալյաթի սպանությանը եւ Բերլինյան դատավարությանը բավականին զուսպ եւ զգուշավոր է արձագանքել ժամանակի թուրքական մամուլը։ Անգամ եղել են հենց Թալյաթի մասին աննպաստ հրապարակումներ։ Փեյամ Սապահ թերթում թուրք մտավորական Ջենաբ Շեհաբեդդինը բնութագրելով Թալյաթի կյանքն ու գործունեությունը գրել է. «Ահարգու կոմիտեջիմը չար տաղանդ մոուներ, հանկարծակի բերելու ընդունակ, խարդախ, լարախաղաց, խապեպա տաղանդմը»։ 1921 թվականի մարտի 15-ին, երբ հայ վրիժարոյի գնդակից ընկավ հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկը Թալյաթ Փաշան, Մոսկվայում պատրաստ էր ստորագրման ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը։ Այն տեղի ունեցավ հաջորդ օրը մարտի 16-ին, եւ Ռուսաստանը թուրքական հող հրճակեց ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Հայաստանից Թուրքիայի բռնազավթված տարածքները։ Այսինքն շարունակվում էր այն քաղաքականությունը, որ Բրեստ-Լիտովսկում հիմք էր դրել Թալյաթ Փաշան, հիանալի համագործակցություն սկսելով բոլշևիկների հետ։ Պատահական չէ, որ խորհրդային երկրում բոլշևիկների մեջ էին իրենց ավելի ապահով զգում արդարադատությունից խուսափող թուրք ոչրագործ պարագլուխները, Ջեմալ եւ Էնվեր Փաշաները, սակայն այս դահիճներին եւս գտան հայ բրիժարուների գնդակները։ 1921 թվական 18 հուլիսի Կոնստանտնուպոլիս Միսակ Թորլակյանը Պերա Պալաս հյուրանոցի մուտքի մոտ գնդակահարեց Ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրին։ Հայ բրիժարուն ձերբակալվեց։ Բոլսի բրիտանական զինվորական դատարանում դատը սկսվել է 1921 թվականի օգոստոսի 11-ին եւ տևել 38 օր։ Դատարանի կազմը հետեւյալն էր. նախագահող մայոր Ֆրեսբի, Հեմփշիրի առաջին գնդի հրամանատար, առաջին անդամ կապիտան Բերկլի, անդամներ կապիտան Օկոներ եւ կապիտան Ռիկացոն Հատ, գնդապետ Բալարդի օգնականը հանդես էր գալիս իբրև մեղադրող։ Միսակ Թորլակյանի դատապաշտպանները, մասնավորապես Ստամբուլի համալսարանի քրեական իրավունքի նախկին պրոֆեսոր Համայակ Խոսրովյանը, Խոսրովյան Էֆենդին, փայլուն կերպով կատարեցին իրենց գործը։
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, բերվել բազմաթիվ փաստեր, որոնք վերաբերում են Բաքվի սեպտեմբերյան ջարդերի մանրամասներին, 1915-ի Մեծ Եղեռնին, հայատյաց ոչրագործ Ջիվանշիրի գործունեությանը։ Միսակ Թորլաքյանի իրականացրած գործը, ինչպես եւ Սողոմոն Թեհլերյանի եւ հայ մյուս վրիժառուների իրականացրած գործը, դա մեկ երևույթի դրսևորումն է, այն է անպատիժ մնացած հանցագործության հետևանք է։ Սեյրանուհի Գեղամյան, լրագրող, հրապարակախոս։ Միսակ Թորլաքյանի աչքի առջև սպանել էին իր ամբողջ ընտանիքին, այդ թվում ծնողներին, կնոջը եւ երկու զավակներին, եւ ամբողջ իր կյանքի ընթացքում նրա ականջներում հնչում էր հոր արտասանած վերջին խոսքերը, որ աղաչում էր այդ բարբարոսներին խնայել իր զավակներին։ Միսակ Թորլաքյանը բազմահազար հայ նահատակների վրեժելուծող է, տրապիզոնցի էր, ծնվել էր Քուշանա գյուղում, որ մինչև 1915-ը 300 հայ ընտանիքներ էին ապրում։ Ամբողջ հայ բնակչությունը տեղահանվեց, նույնը պատահեց տրապիզոնի մոտ 8000 հայությանը։ Դատավարությունը վկաների հարցաքննության արդյունքում աստիճանաբար վերածվեց հայկական հարցի պատմության, 1915-ին թուրքական կառավարության կազմակերպած եւ իրականացրած հայոց Եղեռնի զարհուրելի մանրամասների բացահայտման քննության։ 15-րդ վկան, որին բազմաթիվ հարցեր ուղեց դատարանը, ականավոր հայ գրող Երվանդոտյանն էր, ով տեսել եւ ապրել էր տեղահանության բոլոր զրկանքներն ու սարսափները, Պոլսից ոտքով աքսորիալների հետ հասել Տերզոր եւ Հալեբ։ Հարց. Հալեպում հայ մտավորականների հանդիպեցիր։ Պատասխան. Այո, ուսուցիչների, փաստաբանների եւ բժիշկների։ Հարց. Երբ դու Հալեբ հասար, Զոհրաբը եւ Վարդգեսը, առաջատար հայ մտավորականներ եւ Օսմանյան ազգային ժողովի պատվիրակներ, արդեն սպանված էին։ Պատասխան. Այո, մահացած էին։ Հարց. Կարող է թուրքական կառավարությունը հայերի տեղահանությունը արդարացնել ռազմական հողի վրա։ Պատասխան. Ես անկարող եմ լրիվ գնահատական տալ այդ մասին։ Միայն սահմանամերձ տեղահանությունը կարող էր հիմք ծառայել նման ծայրահեղության համար, բայց սահմանից հեռու շրջաններից մարդկանց տեղահանման համար չի կարող բացատրություն լինել, մանավանդ, երբ այն կիրառվում է անխտիր կանանց, երեխաների եւ թույլ մարդկանց նկատմամբ։ Ես կարծում եմ, տեղահանությունը հայերին ոչնչացնելու նպատակին ուղղված քաղաքականություն էր։ Դատարանում վկայություններ են տվել ոչ միայն հայեր, այլև թուրքեր, թաթարներ, ռուսներ, անգլիացիներ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Ռուս իշխանուհի Թամարա Վոլկոնսկին, որը ողբերգական 1918-ի սեպտեմբերին Բաքվում է եղել, ահա թե ինչ է պատմել դատարանին։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան թաթար անկանոնները քաղաք մտան եւ սկսեցին կոտորածները։ Ես տեսա կանանց եւ երեխաների սպանվելիս այդ մարդասպանների կողմից։ Ես ապրում էի հայրով բնակեցված շենքում, Ռոմանովսկի բուլվար 5 հասցեում։ Այդ շենքում ապրող բոլոր հայերը, տղամարդիկ, կանայք եւ երեխաները սպանվեցին, բնակարանները ամբողջովին կողոպտվեցին։ Ժողովուրդը կոտորածների համար մեղադրում էր Խան Խոյսկուն, Ջիվանշիրին եւ Սուլթանովին։ Բաքվի երրորդյա կոտորածին զոհ է գնացել 30,000 հայ։ Դաժան ճակատագրի կամոք սեպտեմբերյան կոտորածից առաջ Բաքվում Էրմենիքենտ հայկական թաղամասում էր ապաստանել տրապիզոնից տեղահանված եւ քաղաքից քաղաք դեգերող Թորլաքյանների ընտանիքը։ Դատարանը բազմաթիվ հարցեր է ուղղել մեղադրյալին Միսակ Թորլաքյանին, ով ականատեսն է եղել Բաքվի հայության եւ իր ընտանիքի սպանդին։ Հարց. Թաթարները եւ թուրքերը Էրմենիքենտ եկան։ Պատասխան. Այո, եկան։ Կոտորածները սկսեցին սեպտեմբերի 14-ին։ Ես բոլոր կողմերից կրակոցներ էի լսում։ Դուրս եկա։ Անկանոնները իմ վրա կրակեցին։ Ես վիրավորվեցի եւ վայր ընկա։ Երբ տուն վերադարձա անկագետնին, կինս եկավ եւ ինձ ոտքի կանգնեցրեց։ Ինքը եւ երեխաներս լաց էին լինում։ Մի քանի րոպեից հետո անկանոնների մի խումբ բնակարան մտավ։ Ներս մտնելիս նրանք կրակում էին։ Ըստ էության ես գիտակցությունս կորցրել էի։ Միայն իմ երեխաների ճիչն էի լսում։ Լսեցի, որ հայրս ասաց. «Խղճացեք երեխաներին, մի սպանեք նրանց»։ Հետո լսեցի քրոջս ճիչը։ Քույրս աղաչում էր. «Ինձ մի տարեք, ինձ սպանեք ընտանիքիս հետ միասին»։ Հետո ճիչերը դադարեցին։ Մնացածը չեմ հիշում։ Վիրավոր, գիտակցությունը կորցրած Միսակ Թորլաքյանը պատահաբար ողջ է մնում։
փոքրինչ ապակինվելուց հետո ուզում է Թիֆլիս մեկնելու թույլտվություն ստանալ եւ գնում է կառավարական գրասենյակ, ուր հանդիպում է Ջիվանշիրին եւ հայտնում գնալու նպատակը։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարը նրան ծաղրում է ու չի տալիս հարկավոր փաստաթուղթը։ Ինչու պիտի թողնեմ, որ գնաս։ Ես ուզում եմ քեզ տեսնել փողոցի անկյունում մուրալիս եւ մեռնելիս, որպեսզի ներքուստ լավ զգամ։ Քաղաքում հենց թաթարներից եմ լսել, որ Ջիվանշիրն էր պատասխանատու կոտորածների համար, դատարանում ասել է Միսակ Թորլակյանը։ Ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարարին Բաքվի ջարդերի գլխավոր պատասխանատու են համարել բազմաթիվ վկաներ։ Բրիտանացի Նորա Բրաունը, գնդապետ Բորիս Գեխտման Սակվարելիձեն, Թամարա Վոլկոնսկին եւ այլոք։ Աստիճանաբար, մանավանդ դատավորի հայ փաստաբանի ելույթներից հետո դատը վերաճել է մեղադրանքի Բեհբուդ խան Ջիվանշիրի, Ֆաթալի խան Խոյսկու հայոց եղեռնի կազմակերպիչների դեմ։ Մեղադրող թուրք փաստաբանները եւ ազերի թուրք վկաները Բաքվի ջարդերը մերկապարանոց հերկումներից զատ ոչինչ չեն կարողացել անել։ 1921-ի նոյեմբերի 4-ին Ստամբուլի օրաթերթերը հրապարակել են Հավաս եւ Reuters լրատվական գործակալությունների հաղորդագրությունը։ Միսակ Թորլակյանի դատավարության վճիռը հայտարարվել է այսօր։ Մարդասպանության գործում մեղադրյալի հանցանքը հաստատվեց, սակայն դատարանը նրան գտավ անմեղսունակ եւ ոչ պատասխանատու։ Սա բրիտանական ռազմական դատարանի ձևակերպումն էր։ Մի քանի օր հետո թերթերը հայտնել են, որ Պոլսի հայոց պատրիարքարան հանձնված Միսակ Թորլակյանը հունական նավով Ստամբուլից մեկնել է Բիրեա։ Հետգրություն։ Միսակ Թորլակյանի դատավարության նյութերը 1921 թվականին տպագրվել են Մեծ Բրիտանիայում բրիտանական արտգործնախարարության փաստաթղթերի ժողովածուում, իսկ վկաների ցուցմունքները թուրքական Իլերի օրաթերթի թղթակից Ահմեդ Չեմալեդդինի մեր ժամանակների ամենամեծ եւ ամենահետաքրքիր դատավարությունը Թորլակյանի դատավարությունը գրքում։ Վաստակաշատ փաստաբան Վարդգես Եղիայանի եւ Արա Արաբյանի ջանքերով դրանք հրատարակվել են անգլերեն մեկ գրքով։ 2008 թվականին մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գիրքը թարգմանվել է հայերեն եւ լույս է ընծայվել նաեւ Երևանում։ 1936 թվականին այս դատավարության վկաներից մեկը Վահան Քահանախոյանը Աթենքում հրատարակել է Ջիվանշիրի սպանող Միսակ Թորլակյանի դատավարությունը, գիրքը, որը բիբլիոգրաֆիական հազվադեպություն է եւ գտնել գրեթե անհնար է, այդ պատճառով բավական փաստեր մեր լայն հասարակության համար մնացել են անհայտ եւ այս գիրքը, որ վերջերս հրատարակվեց պետական պատվերով, եկավ լրացնելու այդ բացը։ 1955-ից 60 թվականներին Վարդգես Եղիայանը Սան Ֆրանցիսկոյում քանիցս հանդիպել եւ զրուցել է Սողոմոն Թեհլիրյանի, Արշավիր Շիրակյանի եւ Միսակ Թորլակյանի հետ։ Հակառակ իր կրած տանջանքներին Թորլակյանը մի մարդ էր, որն իր պարկեշտությամբ ժողովրդին ու երկրին ծառայելու օրինակ էր տալիս մնացած հայերին։ Մարդիկ ձգտում էին նմանվել նրան, երբ նրան հարցնում էին, թե արժեր անել այն, ինչ որ արեց, նա առանց երկ մտելու միշտ պատասխանում էր. այո։ 1921 թվական 5 դեկտեմբերի Հռոմ Արշավիր Շիրակյանը գնդակահարեց Թուրքիայի նախկին վարչապետ Սայիդ Հալիմիին։ Ժողովրդական վրիժարու Արշավիր Շիրակյանը ծնվել եւ մեծացել էր Պոլսում։ Ականատես է եղել 1915-ին թուրքական կառավարության իրականացրած հայոց ցեղասպանության զարհուրելի մանրամասներին։ Կտակներ նահատակներուն խորագրով իր հուշագրության մեջ Շիրակյանը մեջբերել է քաղվածքներ թուրքական պաշտոնական գրագրությունից։ Ներքին գործերի նախարարությունը 1915-ին հերագրել է Հալեպի կուսակալությանը։ Օդի զգացումներեն չտարվիլ անոնց խղճալի վիճակին առջև։ Իրենց գոյության վերջ տալով աշխատիկ ամբողջ հոգիով հայ անվան ջնջումին Թուրքիայեն։ Հռոմում եւ Բերլինում Շիրակյանը եւ նրա ընկերները ականատես են եղել, թե ինչպիսի ճոխ քեֆեր են անում, անխռով կյանքով ապրում ցեղասպանության կազմակերպիչները, ոչրագործությունների պարագլուխները։ Նա սենյակ է վարձել Հռոմում գտնվող այս դղյակի հարևանությամբ, ուր ապրում էր Սայիդ Հալիմը, եւ 1921-ի դեկտեմբերի 5-ին լուծել 100 հազարավոր անմեղ նահատակների վրեժը։ Սպանության հաջորդ օրը իտալական թերթերը անդրադառնալով դիպվածին Սայիդ Հալիմին այսպես են ներկայացրել. Օտար հորիզոնի տակ իր պերճ ապարանքի մեջ կապրեր Ճիվախմը,
որ պատերազմի ընթացքին որպես Թուրքիայի վարչապետ ծրագրեց ու գործադրեց դարավոր ազնիվ ժողովրդի բնաջնջումը, բայց կասկած չկա, թե մարտիրոսացած հայ ժողովրդին վրեժխնդիր գնդակը ի վերջո պիտի հասներ եւ զգետներ մեծագույն պատասխանատուն, ինչպես պիտի գտնե եւ տապալե այդ մեծ ոճիրին բոլոր մեղսակիցները։ Ուշագրավ է, որ լավ ճանաչելով գրեթե պատանի հայ վրիժառուին, նրան ոստիկանությանը չեն մատնել Իտալուհի տանտիրուհին եւ հույն աղջիկը, համարելով, որ Արշավիր Շիրակյանը ոչ թե սովորական ահաբեկիչ է, այլ նահատակված ժողովրդի վրեժխնդիր զավակը։ 1922 թվական 17 ապրիլի Բերլին Արշավիր Շիրակյանը եւ Արամ Երկանյանը Բերլինում գնդակահարեցին Ջեմալ Ազմիին եւ Բեհայեդդին Շաքիրիին։ Ջեմալ Ազմի Փաշա, Տրապիզոնի նահանգապետը, մեկն այն ոչրագործներից, որ կուսակալությունում հայության տեղահանությունն ու կոտորածը տառացիորեն իրականացնելուց հետո հայ որբ երեխաներին լցնել տվեց նավակները եւ տանելով բաց ծով հրամայեց բոլորին ջուրը թափել։ Այս հրեշը նույնիսկ ծովեզերքին զինվորներ էր կանգնեցրել կրակելու այն երեխաների վրա, որոնք լողալով իբր կարող էին ափ վերադառնալ։ 1915 թվականին Ջեմալ Ազմին ընտրել էր 1 տասնյակ գեղեցիկ աղջիկներ Տրապիզոնի հարուստ հայերի ընտանիքներից 8-ից 10 տարեկան եւ հարեմ էր ստեղծել իր 13-ից 14 տարեկան տղայի Էքմելի համար, ինչպես Արամ Երկանյանն է գրել իր հուշերում, ինքը ճանաչել է Ջեմալ Ազմիի որդուն Էքմելին։ Այս պատմությունը իր հարեմին մեջ ունեցած կյանքի մասին պատմությունն է իր իսկ բերանովը պատմված եւ մեր ականջներով լսված։ Վերացած այն օրերու վերհիշումներով բերանի երկու անկյունները լորձունքի պղպճակներով, երբ իր հայրը երբեմն կնախանձի եղեր, տեսնելով զինք այդ Շուշանի կոկոններում վրա թառած։ Բեհայեդդին Շաքիր, թուրք ոչրագործի մասին 1949 թվականին Լոս Անջելեսում հրատարակած իր հուշերում Արամ Երկանյանը գրել է. Կարելի է որևէ մեկուն ցույց տալ այս պատկերը եւ համոզել զայն, թե այս կերպարանքին տակ Տարտարոսի հրեշ մկա։ Միլիոնով զոհերը կփոռան ահա, թե այո, մարդկային այդ կերպարանքին տակ հայակեր դև մկա եւ իրենք անոր դևության զոհերն են։ Դոկտոր Բեհայեդդին Շաքիրը Իթիհադի ղեկավարներից էր։ Նրան էր վստահվել Արևմտահայաստանում ջարդերի գործադրության հսկողությունը։ Նա էր, որ Տրապիզոնի հայ մանուկներին սև ծովը թափելու գազանամտությունը վավերացրեց եւ իրականացրեց Ջեմալ Ազմի Փաշայի ձեռքով։ Նա էր, որ հղացավ թունավորելով բնաջնջել բոլոր այն երեխաներին, որոնք կարող էին հիշել իրենց հայկական ծագումը։ Դժվար է պատմել, հիշել այդ ամեն ինչ, հավիք կա։ Ես պատկերացնում եմ, ասեք 90 տարի առաջ այս ձոյերը, այս գետը, այդ վայրումները, այդ ժողովուրդը, մենակ մերոնցից այդ ժամանակ 8 մարդ զոհվել, խեղդվել Արաքսի մեջը։ Մի խոսքով, ծաղիկները ես գցեմ հիմա ջուրը, թող բարի հիշատակը լինի ինձ։ Իթիհադական ոչրագործ պարագլուխներից շատերը, խուսափելով արդարադատությունից ապրում էին Գերմանիայի մայրաքաղաքում։ Ծպտված դահիճներին փնտրող հայ վրիժառուներին նույն ցավագին միտքն էր ալեկուծում։ Մեր հարազատներուն մահավճիռը ստորագրող ու անձամբ գործադրող մարդակեր ճիվաղները հոս են։ Մեր աչքին տակ, ազատորեն կշրջին, հեգնելով նույնիսկ Եվրոպայի քրիստոնյա պետություններն ու ազգերը եւ անձնատուր են վայելքներու առանց դույզնինչ խղճահարության եւ ամոթի։ Եվրոպական վայելքների մեջ էին Ջեմալ Ազմին, Տրապիզոնի կուսակալը, Իթիհադի առաջնակարգ գաղափարախոսը, որ հրամայել էր հայ երկսեռ երեխաներին կողովներով ու սնդուկներով ծովը թափել, եւ Բեհայեդդին Շաքիրը, որը
համալսարանի դասախոս էր, Իթիհադի գլխավորներից մեկը, եւ նրա միակ գաղափարախոսությունը հայությունը բնաջնջելն էր թուրքական կառավարության անդամների, թուրք ավարառու եւ գազանացած ժողովրդի եւ տեղական ցեղախմբերի մասնակցությամբ։ Այս դահճապետերին Բերլինում գնդակահարեցին հայ վրիժառուներ Արշավիր Շիրակյանը եւ Արամ Երկանյանը 1922 թվականի ապրիլի 17-ին առավոտյան ժամը 11:15-ին։ Պատմում է Արշավիր Շիրակյանը. Սևեիչ ատրճանակը ձեռքից նետվեցավ, խումբին հետնապահ Թալյաթին կինը զիս տեսավ, ամբողջ կատաղությամբ խոյացա եւ ծաղ ձեռքով ճուտոձևով ուժգին հարված մտերի Թալյաթին կնոջ, որ ճիճմը արձակելով գետին եկավ։ Այդ ճիճին վրա Ջեմալ Ազմին ինձի դարձավ, այնքան մոտ էր, որ ատրճանակից խողովակը դեպի աջ կողմը ուղղելով կրակեցի, ջիվաղը տապալեցավ։ Խողովակը դարձուցի Բեհայդին Շաքիրին, մեկ ձեռքը գրպանն էր եւ լեզուն բռնված էր, այա գոչեցի եւ գնդակ մտավի ճակտին, բայց գնդակը վրիպեցավ եւ մտավ ձախայտը, դեռ ոտքի վրա էր։ Արդեն Արամը հասած էր եւ իր մաուզեր ատրճանակով գնդակ մպարպեց ճիշտ ճակտին ու գետին փռեց ձայն։ Տապալեցավ իր ընկերոջ Ջեմալ Ազմիի դիակին վրա արտառոց խաչ մձևացնելով։ Լուսազարդ փողոցին վրա գերմանացուներու բազմությունը քարացած կարծես անծանոթ ոգիներու սարսափին տակ խոր լռությամբ կդիտեր աչքին առջև բարձվող արտակարգ տեսարանը։ Հետաքրքիր է, որ թուրքական գաղտնի ոստիկանությունը քրեական մեղադրանք ներկայացնելով բուլղարական Վառնա քաղաքում շաբաթներ անց փորձում է ձերբակալել եւ պոլիս տանել Արշավիր Շիրակյանին։ Սակայն քաղաքի մակեդոնացի ոստիկանապետը տեղեկանալով իրողությանը ոչ միայն թույլ չի տալիս ձերբակալել Շիրակյանին, այլև հաջորդ օրը պատվում է ճոխ հյուրասիրությամբ։ Եթե այդ տղան թուրքերուն հանձնածը լայի, կյանքից մինչև վերջը խղճի խայտ պիտի ունենայի եւ պիտի տանջվեի, ասել է ոստիկանապետը, որ նա շուշտ լավ գիտեր թուրքերի ոչրագործությունների մասին։ Ռոմում եւ Բերլինում 1921 եւ 22 թվականներին իրականացված Նեմեսիսի գործողություններին մասնակից է եղել ապագա մեծանուն հայ քանդակագործ Արա Սարգսյանը։ Մերժանովը Երևանից մեկնել էր Ռոմ եւ այնտեղ Վարանձյանը, երբ որ Մերժանովը իրեն խնդրեց, որ նա մի որևէ օգնական տա, որ այդ օպերացիան կազմակերպելու համար, նա առաջարկեց հենց Արա Սարգսյանին։ Արա Սարգսյանը Նեմեզիս օպերացիայի ակտիվ մասնակիցն էր։ Ինքը ծնվել է Պոլսի մոտակայքի գյուղերից մեկում եւ արդեն 12 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Փոլիս։ Հետո պատերազմը սկսվել եւ այդ ցեղասպանությունը փաստորեն բոլորը իր աչքի առաջն էր։ Արշավիր Շիրակյանն ահա ինչ է գրում իր հուշերում։ Վիեննա, կաֆե Պելարիայի մեջ, որ բավականին թիվով հայեր կհաճախեին, գտանք Ռոմի մեր ուսանող ընկերներեն Ասն, On եւ գրագետ Սիմոն Հակոբյանը, որոնք զարմացան զիս կրկին տեսնելով։ Ասն աչքերուս մեջ նայելով, կարծես ասել կուզեր, չարաճճի, նորեն բան մկա, ժպտեցա, հասկացավ ու լրջացավ։ Մանկությանս ընկերներեն էր, մաքուր, պարկեշտ, ազնվական նկարագրող արվեստագետը, որ Ռոմի դեպքին տեղյակ էր արդեն։ Այժմ Վիեննա փոխադրված իր ուսումը հոն շարունակելու համար։ Միայն անոր հայտնացեի Բերլին երթալու մտադրությունս, բայց առանց գաղտնիքը հաղորդելու։ Պետք է լունեի իրեն։ Մնայուն հասցես էր եւ Պոլսեն գալիք նամակները իր հասցեին պիտի գային։ Ինչ կլա չլա, եթե այդ նամակները ոստիկանության մտ ձեռք անցնեին, Վիեննա կանք պիտի առնեին։ Ինքն ալ ինձ հաղորդեց, թե Վիեննային մեկնել ես վերջ դեպի Սերբիա եւ Բուլղարիա։ Զիս հետապնդող թուրքերը ուրիշներու հետ քանի անգամ եւս Երևանը վերջ անհետացած էին։ Արան մեկնեց Բերլին եւ Բերլինում մտնելով թուրք ուսանողների շրջանները փաստորեն հայտնաբերեց Ազմիին, որը Տրապեզունի նահանգապետն էր, եւ Շաքիրին։ Արշավիր Շիրակյանը իր հուշագրության մեջ քանիցս հիշատակում է Արա Սարգսյանին, սակայն անուն ազգանվան սկզբնատառերով, քանի որ 1965 թվականին, երբ հրատարակվում էր գիրքը, չափազանց ծանր իրավիճակ կարող էր ստեղծվել խորհրդային միությունում ճանաչված, այսպես ասած, պետության կողմից ընդունված արվեստագետի համար։
Մեծատաղանդ արվեստագետ, որի կենսագրության որոշ մանրամասներ հասկանալի պատճառներով անհայտ էին մնացել։ Ուշացումով, սակայն խորհրդային Պակը իմացավ այդ մասին։ 1922 թվականին Պոլսի թուրքական թերթերից մեկը այսպիսի վերտառությամբ հոդված է տպագրել. Պանդուխտ նահատակներու թիվը 6 եղավ։ Օտարության մեջ թշնամին ձեռքով սպանված 6 թուրքեր։ Հոդվածում մասնավորապես ասվում է. Եթե նույնիսկ մեր հայրենակիցները թրկության հանդեպ հանցավոր եւ հաշվետու լան, անոնց օտարության մեջ այդպես վատորեն սպանվիլը նողկանքով կդիմավորենք։ Այդ ոչրագործները մեր հայրենակիցները այդ ձևով դավադրաբար սպանելով անոնց բոլոր մեղքերուն թողություն տվին եւ զանոնք վերածեցին ազգին համար զոհված հերոսներու։ 1922 թվական 22 հուլիսի Թիֆլիս ուշ երեկոյան 22-30-ի սահմաններում Պետրոս Մեծի փողոցում Չեկայի շենքի առաջ հայ վրիժառուներ Արտաշես Գևորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը գնդակահարեցին 1915-ի գլխավոր կազմակերպիչներից մեկին Ահմեդ Ջեմալ Փաշային։ Ահմեդ Ջեմալ Փաշան երիտ թուրք պարագլուխներից եռապետության անդամ 1914-ին Թուրքիայի ծովային մինիստր, առաջին աշխարհամարտի ժամանակ Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատարը, անմիջականորեն մեղսակից է Արևմտահայաստանից եւ Կիլիկիայից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, Ուրֆայի հայության սպանդին, դաժանորեն ճնշել է արաբների ազգային ազատագրական շարժումները Սիրիայում, Լիբանանում եւ Պաղեստինում, առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո փախել է Գերմանիա։ 1919-ին Պոլսի ռազմական տրիբունալը հերրակա մահվան է դատապարտել Ջեմալ Փաշային։ Վրիժառուները եւ նրանց օգնող խմբի անդամները խոտորջուրցիներ էին։ Էրզրումից ոչ հեռու Ճորող գետի ափին տարածված Շեն գյուղախումբ էր խոտորջուրը։ Եռահարկ գեղեցիկ առանձնատներով, եկեղեցիներով ու կրթօջախներով, մոտ 7000 հայ բնակչությամբ։ Սա այն տունն է, ուր ծնվել եւ մեծացել է Արտաշես Գևորգյանը։ Շատ խոտորջուրցիների պես նա էլ մեկնեց արտերկիր հացագործությամբ դրան վաստակելու եւ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Ես հիմա որ մտնեմ խոտորջուր գյուղը, ես կգնամ եւ կգտնեմ մեր տունը։ Այսինքն ես փոքր ժամանակվանից դասիրակվել եմ այդ նկարներով, չնայած փոքրաթիվ քանակությամբ, այո, ես հպարտանում եմ, որ հայրիկիս պապը եղել է մեծ գործարար մարդ, ունևոր հարուստ մարդ, բայց իր երեխաները մարտնչել, կռվել եւ իրենց կյանքը տվել են հայ ժողովրդի համար։
1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվում է լռության րոպե։ Երազիմ երկիր հայրենի, օքսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր, երազիմ երկիր հայրենի, օքսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր, ես մի բուրն եմ քողի, ես մի թերթն եմ քո ծաղկի, ես մի ծիլն եմ քո արդի, հայրենիք իմ ճգնա, ես մի բուրն եմ քովի, ես մի թերթն եմ քո ծաղկի, ես մի ծիլն եմ քո արդի, հայրենիք իմ ճգնա, Խոտորջույցիները հայտնի հացթուղթներ էին Թիֆլիսում, Խարկովում, Դոնբասում եւ ռուսական կայսրության այլ քաղաքներում։ Արտերկրում լինելն էլ փրկեց փոքրատիվ խոտորջույցիներին։ Բոլոր նրանք, ովքեր ծննդավայրում էին, մեծ մասամբ կանայք, տարեցներ ու երեխաներ, սպանվեցին 1915-ից 16 թվականներին։ 1918 թվականին Մուդրոսի զինադադարից հետո ընդամենը 100 վերապրածներ տուն դարձան։ Սոսկալի անցքերի մասին նրանք առաջինն իմացան տների պատերին իրենց հարազատների թողած գրություններից։ 10 հունիսի 1915 թվական խոտորջյուր, ամենտեղ լաց ու կոց է,
մեզ քշում են դեպի կործանում։ Ախ, ավերվեց խոտոր ջուրը, 7-8 հազար հոգու քշում են դեպի մահ։ Հիշեցեք մեզ եւ ապրեցեք որպես մարդ։ Վարվեցեք թուրքերի հետ այնպես, ինչպես նրանք վարվեցին մեզ հետ։ Մնաք բարով, մենք գնում ենք մեռնելու։ Թող Աստված պատժի թուրքերին։ Ավերված խոտոր ջուրի տների պատերին արված այս եւ նման մյուս գրությունները տպագրվել են 1916 թվականին Արմյանսկի վեսնիկ թերթում, իսկ 1966-ին Բեյրութում հրատարակվող Նաիրի շաբաթաթերթում, որ տպագրվել է Ազվինի հուշագրությունը խոտորջուրցիների 1915-ի ողբերգության մասին, ականատեսների վկայություններ կան։ Օրֆա հասած խոտորջուրցի աքսորիալների խումբը անակնկալ հանդիպում է Ջեմալ Փաշային։ Մի խումբ կանայք ծնկաչոք գթություն են հայցում ամենազոր իսլամի արյուծ Ջեմալից, խնդրում պաշտպանել Խուժանի հարձակումներից, խնդրում թույլ տալ գոնե առժամանակ հանգստանալ։ Հայ կանայք ավելի վտանգավոր են, քան այրերը, ասում է Ջեմալն ու հրամայում նրանց քշել։ Ականատեսի վկայությամբ այդտեղ մարգարեական խոսքեր է ասում խոտոր ջուրում հարգված մի կին, Մարուզ Հանմը։ Փաշա, Փաշա, քեզանից մեծ Աստված կա։ Մեր զավակները մեռած չեն, անոնք Ռուսիա կգտնվին եւ օրը անոնց պատասխան պիտի տաս։ 1918-ին այս պատմություններն իմացան հարազատներին կորցրած խոտորջուրցիները՝ Արտաշես Գևորգյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Ստեփան Ծաղիկյանը, մյուսները, եւ երդվեցին վրեժ լուծել ոչրագործներից։ 1922 թվականին Թիֆլիսը ժամանում Ջեմալ Փաշան։ Այս լուրը հայտնի է դառնում խոտորջուրցի Պողոս Պողոսյանին, որ հացի փորուն էր եւ նրա մշտական հաճախորդներն էին թուրքական դեսպանության զինվորական կցորդ Նուրեդդին Բեյը եւ նրա կինը։ Լուրն իմանում են մյուս խոտորջուրցիները։ Նրանց թվում Խարկովից եւ Դոնբասից Թիֆլիս եկած Արտաշես Գևորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը, ընդ որում Արտաշեսը պատրաստվում էր մեկնել Հայաստան եւ հիմնել նոր գյուղ խոտորջուր կոմունան։ 27 թվականին Բաքունցը գրել է մի գրքույկ խոտորջուրի կոմունան։ Ինչ էր այս կոմունան։ 22 թվականին Խարկովում Բաքունցը այդ ժամանակ ուսանող էր այնտեղ, հանդիպում է Արտաշես Գևորգյանին, ուրիշների եւ որոշում են ինչ-որ մի կոմունա ստեղծել, ընդ որում որը կարող են ստեղծել Ռուսաստանի պես հասկա մի երկրում, բայց որոշում են ստեղծել Հայաստանում, հետամնաց մի գյուղում եւ ծաղկեցնել երկիրը։ 1922 թվական 22 հուլիսի ոչրագործին դեմ հանդիման դուրս գալու պահը ահա թե ինչպես է նկարագրում Արտաշես Գևորգյանը։ Երբ արդեն այնքան մոտեցել էինք Ջեմալին ու հաստատ էր, որ նրա համար այլևս ոչ մի փրկություն չկա, այդ վարքյանին այն գիտակցությունը, որ մեզ գերագույն բախտ է վիճակվելի կատարածել մեր միլիոնավոր նահատակների վերջին կամքը, էությունս համակվեց մի անպատմելի, անհունորեն հաճելի երանությամբ։ Ու քույրս Օրֆայի մոտերքը գազանաբար հոշոտված դեռ 16 տարին չլրացած չքնաղանիկը աչքերիս առաջ կանգնեց այդ պահին։ Ձեռքերը ծոցին, գլուխը խոնար։ Իմ նահատակված քույրը Փաշա, Փաշա, հիշիր Ուրֆան եւ Տեր Զորը կոչում է։ Մի քանի րոպեից արդեն ոչ Թիֆլիսը գիտեր կատարվածի մասին։ Երբ Արտաշեսը վերադառնում է տուն, մորից, որ չգիտեր դեպքի մանրամասները, ջուրը խնդրում ոտքերը լվանալու համար։ Մայրս, հիշում է Արտաշես Գևորգյանը, երբ ջուրը դրեց իմ առաջ, ասաց. «Մեմ գիտնայիվով սպանեց, ոտվին լվանայի ջուրը խմեի»։ Ես մի մարդու ժառանգն եմ, որը եղել է Զորավար Անդրանիկի զինակիցը, եղել է Գարեգին Նժդեի, Դրոյի, Ստեփան Ծաղիկյանի զինակիցը։ Ինչպես պետք է զգա մի երիտասարդ, որի պապը վրեժ է լուծել հայ ժողովրդի թշնամու։ Ջեմալի սպանությունը Թիֆլիսում մեծ արձագանք գտավ։ Անդրկովկասի խորհրդային իշխանություններն այդ պատրվակով ձերբակալեցին 200-ից ավելի հայերի։ Մոսկվան նույնպես անտարբեր չէր։ Նույնիսկ հատուկ քննարկում տեղի ունեցավ Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյում։ Քննարկումից հետո Ստալինը եւ Ձերժինսկին տեսակցության են հրավիրում Դրոյին, որը 1921 թվականի հունվարից գտնվում էր Մոսկվայում, այսպես ասած պատվավոր կալանքի տակ։ Նրանք մեղադրում են Դրոյին, Դաշնակցությանը եւ ասում, որ իբր անգլիական իմպերիալիստների փողերով վարձել են երկու ռուսների, որոնք էլ սպանել են Ջեմալ Փաշային Չեկկայի շենքի առջև։
Դեպքի մանրամասները պարզելու համար Դրաստամատ Կանայանը Ստալինի եւ Ձերժինսկու համաձայնությամբ մեկնում է Թիֆլիս։ Ընդ որում դրոյի Թիֆլիս ուղևորվելը կատարվել է նաեւ Մոսկվայում խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Սահակ Տեր-Գաբրելյանի գիտությամբ ու խնդրանքով։ Դրոյի պատմելով, ինչպես իր հուշերում գրել է նշանավոր հայ հետախույզ Տիգրան Դևոյանցը, եւ Ջեմալ Փաշան Թիֆլիզում տերորի էր ենթարկվել եւ շատ դաշնակցական ընկերներ ձերբակալվել էին, նա գնացել էր Թիֆլիս, Բերիայի հետ այցելել էր քաղբանտարկյալներին եւ ապացուցելով ձերբակալվածների ամեղությունը ազատ էր արձակել տվել նրանց։ Իդեպ դրոն Թիֆլիսից այլևս Մոսկվա չվերադարձավ։ 1923 թվականին նրան հաջողվեց մեկնել Եվրոպա։ Անշուշտ Մոսկվայի թելադրանքով Հայաստանը իդեմս Կարսում ՍՍՀ ժողկոմատի ներկայացուցիչ Սարգսյանի Ջեմալի սպանության առիթով ցավակցական հերագիր է ուղարկում թուրքական կողմին։ Սարիղամի շիպարետ ոչ անհայտ Քյազիմ Կարաբեկիր Փաշայի անունով։ Խորապես ազդված ենք խորհրդային հանրապետությունները Թուրքիայի հետ մերձեցնող Ջեմալ Փաշայի ողբերգական մահվան լուրով, խնդրում եմ ձեզ ընդունել իմ ցավակցությունները։ Հայաստանի ներկայացուցիչ Սարգսյան 25 հուլիսի 1922 թվականին։ Ջեմալի մահվան անդրադարձել են Իզվեստյան, Պրավդան, Զարյա Վաստոկան եւ այլ բարբերականներ։ Իսկ օգոստոսի 3-ին խորհրդային Հայաստան թերթը գրել է. «Բանվորագյուղացիական մասաները շատ զուսպ ընդունեցին այս սպանությունը, դրանով դրսևորելով մեծ գիտակցականություն եւ աչալրջություն, չտրվելով հիվանդագին տրամադրությունների։ Բայց հազարաշուրջ մեղադրական շշուկները անում են իրենց գործը, տարածելով Ջեմալի սպանության վարկածները, մեկը մյուսից ֆանտաստիկ եւ սադրիչ։ Այս մասսայական ազգայնական արձագանքները ունեն ամենավտանգավոր, ամենահիվանդագին հակահեղափոխական նշանակություն եւ ուժ, եւ նրանց դեմ պետք է տարվի ամենաակտիվ պայքար։ Ամենաակտիվ պայքար իրոք տարվեց, բայց փոքրինչ ուշ 1936-37 թվականներին։ Բաքունցի հարցաքննության ժամանակ 36-37 թվականներին կա այսպիսի մի դրվագ, թե ինչ կապ է եղել նրա եւ Արտաշես Գևորգյանի միջև, բացվում է հետեւյալը. Հայաստանի վիճակը, տնտեսական վիճակը 30-ական թվականներին շատ վատ էր։ Մինչև 36 թիվը Հայաստանը գտնվում էր անդրֆեդերացիայի կազմում։ Ղեկավարը Բերյան էր եւ ամեն կերպ Հայաստանը պահում էր ճնշված, հալածված դրության մեջ։ Երբեմն նույնիսկ հումքը, պարենային առաքումներ եւ այլն տեղ չէին հասնում։ Եվ զրուցում են Հայաստանի լեռնային գյուղերի վիճակի մասին։ Այդ վիճակից ելքը այն էր, որ ղեկավարությունը սխալ է եւ ղեկավարությունը պետք է փոխվի։ Ղեկավարությունը Բերյան էր, ավելի վերև Ստալինը։ Եվ ահա այս հանդուգն համարձակ մարդկանց մտքով անցնում է վերացնել այդ արգելքը, այն որ կոչվում էր Բերիա, որը իր քաղաքական ակցիայի մեջ էր պահում Հայաստանը։ 1937 թվական 4 փետրվարի պետանվտանգության բանտում ձերբակալվածներ Ներսես Ստեփանյանի եւ Աքսել Բակունցի առերեսման արձանագրությունը։ Հատված. Հարց ձերբակալված Ստեփանյանին. Դուք հաստատում եք 1937 թվականի փետրվարի 4-ին ձեր տված ցուցմունքը, ըստ որի ձերբակալված Բակունցը ձեզ ասել է Ջեմալ Փաշային սպանողի մասին, որպես ընկեր Բերիայի դեմ տերորիստական գործողություն կատարելու ունակ մի անձնավորություն, կապված Բերիային սպանելու ձեր առաջարկության հետ։ Պատասխան. իմ այդ ցուցմունքը ես պնդում եմ։ Ներսես Ստեփանյանը ժամանակի ամենաերևելի մարդկանցից էր, լուսավորության նախարար ժողկոմ այն ժամանակվա բառով, առաջին դեմքերից մեկ ազգային ոգի ունեցող մարդ, որ իր շուրջ համախմբել էր Չարենցին, Բակունցին, Մահարուն եւ այլ մարդկանց, եւ ահա նրանք զրուցում են ինչպես Հայաստանը փրկել այդ վիճակից։ Եվ այստեղ է որ հոլովում է Արտաշես Գևորգյանի անունը եւ Բակունցն ասում է որ ճանաչում է նրան, կարող է ծանոթացնել եւ Ներսես Ստեփանյանի հանդգնությունը, համարձակությունը, գրքի մարդ էր, ոգու մարդ էր, նաեւ հասնում է այնտեղ որ ի վերջո ասում է այս կարևոր միտքը որ ձեր 100 գիրքը չունի այն նշանակությունը ինչ այդ մարդուն վերացնելը։ Գնդակի մի հարվածը։ Բազմաթիվ մտավորականների թվում Ստալինյան բռնատիրության զոհերը դարձան թե Արտաշես Գևորգյանը եւ թե Պետրոս Տեր-Պողոսյանը։ Արտաշես Գևորգյանին եւ Աքսել Բակունցին գնդակահարել են նույն օրը։ Հետգրություն 2008 թվական 11 հոկտեմբերի Երևանում մի խորհրդանշական հանդիպում տեղի ունեցավ։
Միմյանց հետ ծանոթացան մարդիկ, ովքեր լավ գիտեին իրենց պապերի անցյալը՝ Արտաշես Գևորգյանի թոռ Արմեն Գևորգյանը եւ Ջեմալ Փաշայի թոռ Հասան Ջեմալը։ Պատահաբար իմացա, որ Թուրքիայի նախագահի հետ այցով Երևան էր եկել Ջեմալ Փաշայի, որը Թուրքիայի նավատորմի նախարարն էր, իր թոռը Հասան Ջեմալը։ Ես տեղեկացա, որ նա Ծիծեռնակաբերդում ծաղիկներ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Բավականին ազդեցիկ լրագրող է Թուրքիայում, դեմոկրատական հայացքներով անձնավորություն է։ Իմ կարծիքով նա ամեն ինչ շատ լավ հասկանում է։ Ենթատեքստում ես հասկացա, որ ինքը երևի թե քննադատում է այդ ժամանակների վարած իրենց երկրի քաղաքականությունը, բայց նա ինձ ասեց, ես ինչ անեմ, իմ պապս է։ Բայց քաղաքական առումով իմ կարծիքով նա քննադատում է այդ վարած քաղաքականությունը։ Թուրք լրագրող Հասան Ջեմալը Երևան էր ժամանել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի առիթով, այն խաղի, որ Հայաստանի նախագահի հրավերով եկել էր դիտելու Թուրքիայի նախագահը։ Իհարկե, Արմեն Գևորգյանի եւ Հասան Ջեմալի հանդիպումը կրել է զուտ անձնական բնույթ։ Նա ինձ երկու բան ասեց, որ ես ծաղիկներ եմ դրել Ծիծեռնակաբերդի զոհերի հիշատակին, եւ երկրորդը, որ Հրանտ ինքը իմ ընկերն է։ Այնպես է ստացվել, որ պատմությունը 100 տարի առաջ մեզ այսօր բերել է մի իրավիճակի, որտեղ որ մեր երկու ժողովուրդներ ունեն շատ բարդ փոխհարաբերություններ։ Ես բնականաբար իրան պատասխան տվեցի, ցույց տվեցի մեր տունը Հոտուրջուրում եւ պնդել եմ, որ ես պետք է գամ եւ մեր տան տերը դառնամ, թե ինչ ճանապարհով դա արդեն երկրորդ խնդիրն է եւ ես դա անելու եմ։ 1915 թվականի հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից էր Էնվեր Փաշան։ Նա իր վախճանը գտավ Միջին Ասիայում 1922 թվականի օգոստոսին։ Դահճին գնդակահարեցին Հակոբ Մելքումովի հրամանատարությամբ գործող Կարմիր բանակայինները։ 1922 թվական 4 օգոստոսի միջինասիական Օբի-Դարա գյուղի մերձակայքը Թուրքեստանյան հեծյալ բրիգադի հրամանատար Հակոբ Մելքումյանի մարտիկները գնդացրի կրակահերթով ի կատարածեցին Պոլսում կայացված դատավճիռը Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվեր Փաշայի նկատմամբ։ Էնվեր Փաշա, թուրքական պետական գործիչ, գեներալ Իթիհադի պարագլուխներից, մասնակցել է իտալական եւ բալկանյան պատերազմներին, 1913 թվականի հունվարին գլխավորել պետական հեղաշրջումը Թուրքիայում, 1914-ից ռազմական մինիստր եւ եռապետության ամենաազդեցիկ դեմքը, հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկը, փախել է Գերմանիա, 1919-ին հերրակա կարգով դատապարտվել է մահվան, 1921 թվականին գլխավորել է հակախորհրդային բազմաճական շարժումը։ Էնվեր Փաշան հայ ժողովրդի զանգվածային կոտորածների ակտիվ կազմակերպիչներից մեկը, նախկին սուլտանական Թուրքիայի ռազմական մինիստր, 1921 թվականի աշնանը Բաքվից գաղթագողի եկավ Բուխարա, իրեն հռչակելով իսլամի բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատար Խալիֆի Փեսա եւ Մուհամեդի փոխանորդ։ Էնվերը նպատակ էր հետապնդում Թուրքիայի հովանավորությամբ Միջին Ասիայում ստեղծել մուսուլմանական մի նոր կայսրություն։ Էնվեր Փաշան զինված պայքար սկսեց սովետական իշխանության դեմ։ Համախմբելով բազմաճական ուժերը, Անգլիայից ստանալով մեծ քանակությամբ ռազմամթերք, Էնվերը 1921 թվականի դեկտեմբերի վերջին 10,000-անոց զորքով շրջապատում է Դուշանբեն եւ գրավում քաղաքը։ Էնվերը խորհրդային Ռուսաստանից պահանջում է իրեն ճանաչել որպես բուխարական պետության ղեկավար եւ խոստանում է վերջ տալ կռվին։ 1922-ի ապրիլի 15-ին կազմվեց խորհրդային զորքերի բուխարական խումբը, որի մեջ մտավ նաեւ Հակոբ Մելքումյանի հեծյալ բրիգադը։ Հայ հրամանատարի բրիգադն էլ առաջին կռվում հաղթեց Էնվերի թիկունքն ապահովող խոշոր զորաջոկատին։ Մայիսի 19-ին սակայն Բայսունը գրավելուց հետո Էնվերը վերջնագիր ուղարկեց Ռուսաստանի կառավարությանը պահանջելով կարմիր բանակների դուրսբերումը Միջին Ասիայից։ Թվում է իրականանում էր Էնվելի, Թալիաթի, Քեմալի եւ նրանց գործակիցների երազանքը պանթուրքական հզոր պետության ստեղծումը, որ ձգվելու էր Միջին Ասիայից մինչև Եգիպտոս, Անդրկովկասից Միջագետք։ Հակոբ Մելքումյանը իր հեծյալ բրիգադով պատրաստվում էր մեկնել բուխարական ռազմաճակատ։
Մեկնումից առաջ նրա զորախմբին են միանում միջինասիական կռիվների հայ մասնակիցներ եւ մտնում զորաջոկատի հետախույզների խումբ, որի հրամանատարը նույնպես հայ էր՝ Սուրեն Դոլունցը։ Նրանք գիտեին, որ կռվելու են Էնվերի զորքերի դեմ։ 1922 թվականին Թուրքեստան է գործողվում ապագա ականավոր կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի հայրը, իրավաբան, Բաքվի ՉԿ-ի աշխատակից Աղաբարոն Օրբելյանը։ Բասմաչական շարժման կենտրոններում, աուլներում ազատ ելումուտ ունեին արտասահմանյան եւ Շուրայի իսլամ, Ալաշ, Ուլեմա եւ այլ կազմակերպությունների գործակալները։ Նրանց դեմ պայքար պիտի ձեռնարկեր Աղաբարոն Օրբելյանը։ Թուրքեստանյան հեծյալ բրիգադի հետախույզ Արտեմ Թելյանցի հետ նա մեկնում է աֆղանական սահման եւ շուտով պարզում, որ Էնվեր Փաշան Բուխարայում է։ Մինչև բասմաչական բանդաների ջախջախումը եւ ոչրագործի մահը Աղաբարոն Օրբելյանը հետախույզների իր խմբով պարզել եւ արժեքավոր տեղեկություններ է հաղորդել հեծյալ բրիգադի հրամանատարությանը Էնվերի զորքի տեղաշարժերի եւ ծրագրերի մասին։ Կոֆրունի մատույցներում տեղի է ունենում առաջին ճակատամարտը եւ Էնվերի 17000-անոց բանակը ջախջախիչ պարտություն է կրում։ Էնվերին հաջողվում է վերջին պահին փախչելով փրկվել։ Հաղթանակի առիթով Մելքումյանին հերրագիր է ուղարկել Օրջունիկիձեն։ Անսահման ուրախ եմ ձեր հաջողություններով։ Հարկ կլինի Էնվերի դեմ կռվել լրջորեն, բայց վստահ եմ, որ կկոտրենք նրա վիզը։ Մելքումյանի զորաջոկատի հասցրած ծանր հարվածները վճռական նշանակություն ունեցան Էնվերի բարոյական ու ռազմական սին հեղինակությունը պատվազերծելու գործում։ Շուտով Էնվերը Աֆղանստանից համալրում է ստանում եւ վճռում տալ գլխավոր ճակատամարտը 1922-ի հունիսի 22-ին։ Բայց Մելքումյանն այս անգամ էլ նախահարձակ է լինում եւ դարձյալ Էնվերը փախչում է մարտադաշտից։ Հուլիսի 17-ին Մելքումյանի հրամանատարությամբ գործող հեծյալ բրիգադը անակնկալ հարձակումով գրավում է Դուշանբեն եւ գրոհում Էնվերի զորակայանի վրա։ Թուրքիայի նախկին ռազմական նախարարը դարձյալ կարողանում է փախչել։ Հայ հետախույզները շուտով պարզում են, որ ոչրագործ փախստականը Չագան կոչվող գյուղում է։ Մելքումյանը հրամայում է անմիջապես շրջապատել գյուղը։ Մեզ հարկավոր է Էնվերը կենթանի վիճակում, քանի որ գործել է ծանր հանցանք եւ դրա համար պետք է կանգնի դատարանի առջև։ Այդ ավանտյուրիստը մեղավոր է իմ 100 հազարավոր անմեղ հայրենակիցների սպանության, բռնի գաղթի կազմակերպման համար, սակայն նա չի ստացել իր արժանի պատիժը։ Օգոստոսի 4-ին թեժ փոխհրաձգությունից հետո Էնվերն իր 100 ուղեկիցների հետ Օբի դարագյուղի մերձակայքում փորձում է անցնել աֆղանական սահմանը, սակայն կրկին շրջապատվում է Մելքումյանի գլխավորած կարմիր բանակայիններով եւ մարտի ժամանակ սպանվում։ Էնվերի դեմ տարած հաղթանակի համար Հակոբ Մելքումյանը պարգևատրվում է կարմիր դրոշի 3-րդ շքանշանով։ Բարձր պարգևների են արժանանում նաև նրա բրիգադի, գնդերի եւ էսկադրոնների հրամանատարները, շատ մարտիկներ։ Հետգրություն 1936 թվական Տաշկենտ Թուրքեստանյան զինվորական օկրուգի փոխհրամանատար Հակոբ Մելքումյանը ձերբակալվում է իբրև ժողովրդի թշնամի։ Մեղադրանքն ավելի քան զավեշտական է։ 1922 թվականին Թուրքեստանյան առաջին բրիգադի հրամանատարի պոստում գտնվելու ժամանակ գաղտնի համագործակցել է միջազգային ավանտյուրիստ Էնվերի հետ, կատարել նրա հանձնարարությունները։ Մոսկվայում Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան Մելքումյանին դատապարտում է 20 տարվա ազատազրկման։ 1956 թվականին, երբ արդեն 71 տարեկան էր, Մելքումյանին ազատեցին բանտից, արդարացրեցին, շնորհեցին պահեստի գեներալ լեյտենանտի աստիճան։ Ցեղասպանության ենթարկված ժողովրդի զավակները այդպես վրեժխնդիր եղան ոչրագործներից։ Իմ անուշ Հայաստանի արևահամբարն եմ սիրում, մեր հին սազի ողբանմակ լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիքների ու վարդերի բույրը վարման ու նայիրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում։ Սիրում եմ ես երկինքը մուկ, ջրերը ջինջ, լիճը լուսե, արևն ամրան ու ձմերվա վիշապազայն բուկը վսեմ, մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև ու հենամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում
ուր էլ լինեմ, չեմ մոռանա ես ողբածային երգերը մեր, չեմ մոռանա աղոթք դարձած երկաթակիր գրքերը մեր, որքան էլ սուր սիրտս խոցեն արունական երգերը մեր, էլի ես ողջ ու արնավար իմ Հայաստան յարն եմ սիրում, իմ կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա, նարեկացու քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, աշխարանցիր Արարատի նման ջերմակ գագաթ չկա, ինչպես անհաստ հարկի ճամփա, ես իմ մասիս սարն եմ սիրում։ Տասնիններորդ դարի վերջին Օսմանյան կայսրության հանդեպ բնակչության վստահությունն անկում էր ապրում, եւ Աբդուլ Համիդ II մտավախություն ուներ կորցնելու երկրի վերահսկողությունը։ Այդ պատճառով նա փորձում էր իրականացնել այն, ինչ նախատեսել էր իր նախորդը՝ Սուլթան Մահմուդը։ Նա իր կողմը գրավեց քուրդ ավատատերերին ու աղաներին, որոնց ցանկանում էր օգտագործել այն ժամանակի գերտերությունների ու ապստամբների դեմ։ 1891 թվականին ստեղծեց պատժիչ Համիդիեն, որը բաղկացած էր քրդական հեծելաճոկատներից։ Ավազակախմբերը, որոնք հավաքել էր 36 քրդական համայնքներից, քրիստոնյա ազգերի սպանդից հետո պետք է օգտագործվեին նաև ոչ մահմեդական եզդիների դեմ։ Համիդիեն վերջնականապես կազմված էր հյուսիսային Քրդստանի սուննի մահմեդական ցեղերից։ Հայերի ցեղասպանությունից 23 տարի անց թուրքական պետությունը բանակի ուժերով 100,000 մարդու աքսորեց Թուրքիայի արևմուտք։ Դերսիմ քրդերը ցեղասպանության ժամանակ փրկել եւ պաշտպանել էին 20,000 հայի։ Այսօր նրանք քուրդ ազգի համար խայտարակություն են համարում հայերի հանդեպ գործածը։